Ինչ դասը, ինչ հետևություններ են կարել, 3 տարի են անցել։ Նախորդ իշխանությունների որ ես այսօր էլ այդ խնդիրը իմ օրակարգում է եւ կառավարության օրակարգում է, որ մենք պետք է խորությամբ եւ լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ հետեւություններ անենք։ Պարոն Փաշինյան, հաշվի առնելով երեկվա հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, կարող ենք ասել, որ սահմանին այլևս լրացումներ չեն լինի եւ մենք չենք ունենա քարորյա պատերազմ այդքան զոհեր, ինչքան ունեցանք 2016 թվականին։ Գիտեք, ձեր հարցը մի քանի շերտ ունի։ Բանակցային գործընթացը, խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չի, մենք որպես պետություն, ժողովուրդ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Բայց Տարարել էր, որ փոխում ենք մենք տարածքներ խաղաղության դիմաց, այլ սկսում ենք նոր պատերազմ, նոր տարածքներ, այսինքն նախկին թեզը, նախկին բանաձևը արդեն մեր համար ընդունելի է, նոր մարտահրավերներ կան, դրա համար ենք փոխել մեր Չէ, գիտեք, ես ձեզ ասեմ Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկը անիմաստ է, որտեվ ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետև ինչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ չի ստվերգցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը։ Պարոն Փաշինյան, այսինքն համաձայնեցված է Դավիթ Տոնոյանի հետ խոսքեր։ Ասում եմ, որ ձեր հանդիպման հաջորդ օրը եղավ այդտեղ ինչ-որ այսպես հարցեր էին տեսնում, դրա համար ենք այդ։ Պարոն Փաշինյան, համաձայնեցված է այդ խոսքերը։ Գիտեք, պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո, սրա հետ կապված որևէ հարց ունեք,